Աստղիկ ընդհանուր առմամբ ինչ կհայտնեք, Նարեկը դուրս գրվեց բժշկական կենտրոնից, այժմ պրոբացիայի ծառայությունը նրան ուղեկցում է տուն կալանքը շարունակելու նպատակով։ Սա գնահատվեց մի շարք իրավապահների, հասարակական քաղաքական գործիչների համար ոչ իրավաչափ այս տնային կալանքը։ Դուք ինչ կասեք այս արդիվ։ Մեր կարծիքով ամբողջ քրեական գործն է ոչ իրավաչափ եւ ի սկզբանե չպետք է հարուցված լիներ։ Մենք գործ ունենք դասական քաղաքական հետապնդման հետ, խոսքի ազատության լրացման հետ, ինչի մասին արդեն 3 ամիս խոսում ենք, եւ 3 ամիս Նարեկը եւ Վազգենը 102 ավելի քան 102 օր անազատության մեջ են գտնվել։ Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Կարեն Հովհաննիսյանի նախագահությամբ բեկանեց առաջին ատյանի դատարանի 3 ամսով Նարեկ Սամսոնյանի կալանքի երկարաձգելու որոշումը եւ կայացրեց տնային կալանք, խափանման միջոցը փոխեց տնային կալանքով եւ 3 ամսվա ընթացքում բավականին բարդ ճանապարհ է անցել թե Նարեկ Սամսոնյանը, թե Վազգեն Սաղաթելյանը, բայց հատկապես Նարեկ Սամսոնյանը այն առումով, որ գիտեք, հացադուլի միջով է անցել 15 օր հացադուլ, այնուհետև առողջական լուրջ խնդիրներ, Իզմիլյան բժշկական կենտրոնում վերականգնողական բուժում, վիրահատություն, հետվիրահատական շրջան եւ միայն ուրախացնող հանգամանք այս ամենի մեջ կանում է նրանում, որ գոնե այս առողջական խնդիրների պայմաններում ինքը իր այսպես ասած կալանքը կկրի ոչ թե բանտային պայմաններում, ինչը իսկապես անհամատեղելի էր իր առողջական վիճակի հետ, այլ տնային պայմաններում։ Հակառակ պարագայում որևէ ուրախացնող հանգամանք չկա քրեական հանցագործություն չգործած մարդու համար։ Ինչ է նշանակում ուրախանալ չգործած հանցանքի համար տնային պայմաններում եւս կալանքի տակ գտնվելու կապակցությամբ։ Չէ, նման բան չկա։ Սահմանափակումները բավականին խիստ են, հաղորդակցությունների արգելք, ինչպես նկատեցիք, Նարեկին արգելված է հաղորդակցվել ԶԼՄ-ների հետ, այո։ Հաղորդակցությունների արգելք ունի, հնարավորություն ունի շփվելու միայն իր մերձավորների եւ իր հետ չբնակվող մերձավորների հետ եւ պաշտպանների հետ, որևէ այլ անձի հետ շփվելու հնարավորություն չունի եւ այս կալանքը պահպանվելու է մինչեւ ապրիլի 10-ը, եթե չեմ սխալվում, 10-ի շրջակայքում, այսինքն առաջին ատյանի դատարանի կողմից կայացված այդ 3 ամսյա կալանքի ժամանակահատվածին է վերաբերում այս կալանքը։ Այս պահին նաեւ բնականաբար արդեն երբ որ 3 ամսվա ժամկետը լրանում է, նորից վերանայվում է խափանման միջոցի հարցը։ Մենք հույս ունենք, որ այլևս Նարեկը չի վերադառնալու բանտային կալանքի պայմաններին։ Ասեմ նաեւ, որ այսօր սպասում ենք Վազգեն Սաղաթելյանի գործով վերաքննիչ դատարանի որոշմանը, իր պաշտպան Արսեն Բաբանն է հայտնել դրա մասին։ Աստված տա նաև այս մասով գոնե մի փոքր դրական լուր ստանանք եւ գոնե Վազգենի կալանքի եւս փոխվի տնային կալանքով, որովհետեւ նորից եմ ասում, այս մարդիկ քրեական հանցագործություն չեն գործել, իրենք ենթարկվում են քաղաքական հետապնդման, իրենք դատապարտվում են իրենց քաղաքական խոսքի համար։ Անտիֆեյք-ը ամբողջությամբ թիրախավորված է որպես ընդդիմադիր զանգվածային լրատվության միջոց, որպես անկախ լրատվամիջոց եւ նշեմ անգամ, որ 3 ամիս անց նաև մեր տեխնիկան եւ գույքը վերադարձված չէ քննչական կոմիտեի կողմից։ Մի մասը շտատիվներ, տեսախցիկներ, միկրոֆոններ, որոնք ի սկզբանե չպետք է տարվեին, խայտարակ կերպով դրանք բռնագանձվեցին, հետո վերադարձվեցին կարճ ժամանակ անց, բայց ամենակարևոր մեր տեխնիկան համակարգիչներ, նոթբուքեր, լրագրողների անձնական համակարգիչներ, նոթաթեթրեր եւ այլն, դրանք այս պահի դրությամբ նաեւ Նարեկ Սամսոնյանի ու նրա ընտանիքի անդամների ու Վազգեն Սաղաթելյանի ընտանիքի անդամների անձնական տեխնիկան մինչ այս պահը արգիրաված է եւ գտնվում է քննչական կոմիտեի վերահսկողության տակ։ Չեն վերադարձրել, պարզապես չեն վերադարձրել, այսօր կրկին դիմելու ենք նաև այդ գույքը եւ տեխնիկան վերադարձնելու հարցով։ Դե ասում են մինչև վարույթի ավարտը կարող է պահվել, վարույթի ենթադրում է նաև դատական քննությունը, բայց մենք գիտենք, որ այդ տեխնիկայի մասով որևէ քննչական գործողություն չի կատարվել։ Որևէ քրեական գործը բոլորիս հայտնի է երկի էպիզոդով, այո, երկի էպիզոդով հրապարակային YouTube-յան հարթակում տեղադրված 2 էպիզոդով YouTube-յան հաղորդումների համար է եւ մնացած տեխնիկան վերցնելը պարզապես նպատակ է հետապնդել տորպեդահարել անտիֆեյքի գործունեությունը, որը չստացվեց միայն մեր սիրելի համակիրների եւ մեզ աջակցող մարդկանց կողմից։ Ինչպես է Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը։ Կանարես մի լրացում են հացադուլի հետևանքով առաջացած Իզմիլյան բժշկական կենտրոնում բավականին լավ վերականգնողական բուժում իրականացրեցին հացադուլի կապակցությամբ, մի բան ինչը որ մեզ համոզում էին իրականացնել
բանտային պայմաններում եւ մենք դեմ էինք ի սկզբանե եւ Փառք Աստծո որ դա տեղի ունեցավ եւ վերականգնողական բուժումը ընթացավ հենց Իզմիլյան բժշկական կենտրոնում պրոֆեսիոնալ բժիշկների հսկողությամբ Փառք ու պատիվ իրենց բոլորին բնականաբար հացադուլը որոշակի բարդություններ էր առաջացրել վիրահատական հանգամանքների կապակցությամբ եւ հետ վիրահատական շրջանում նույնպես ինչ որ չափով զգացնել տալիս էր եւ այս պահի դրությամբ վիրահատության հետևանքները դեռ շարունակվում են, քանի որ այնպիսի վիրահատություն է տեղի ունեցել, որը մինչեւ շուրջ 3 ամիս հետ վիրահատական խնամք եւ կազդրում է ենթադրում եւ լավ է որ այդ ամենը գոնե տնային պայմաններում կկարողանա տեղի ունենալ։ Բժշկի վերահսկողությունը լինելու է, դատարանը թույլատրել է նաև Նարեկին միայն նաև իրեն բուժող բժշկի հետ հաղորդակցություն ունենալ, այդ մասով նույնպես ունենք դրական այդ փոքրիկ կտորը։ Այսինքն ամեն անգամ մենք բոլոր օրինական ճանապարհներով շարունակելու ենք այս անարդարության դեմ պայքարը, ամեն հնարավոր տարբերակներով բարձրաձայնելու ենք, չենք դադարում նամակները տարբեր միջազգային կառույցներին, որոնցից Այսպես նամակներ ստացել ենք, որ կարդացել ենք, ուղարկել ենք մեր գրասենյակներին, այսպիսի արձագանքներ ստացել ենք, կամ կապի հետ ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ։ Այսպիսի արձագանքներ ստացել ենք, ինչը բնականաբար մեզ չի բավարարում, որովհետև մենք տեսել ենք, թե նախկինում ինչպես էին իրենք արձագանքում նմանատիպ իրավիճակներին եւ հիմա ինչպես են արձագանքում, բայց միայն պատասխանելու հանգամանքը այն առումով, որ մենք իրազեկել ենք իրենց եւ իրենք վաղը մյուս օրը չեն կարողանալու ասեն, որ իրենք տեղյակ չեն այս դեպքի մասին, արդեն իսկ ինչ որ մի բան նշանակում է մեզ համար, գոնե վաղը մյուս օրը կկարողանանք հիշեցնել իրենց, որ այս հանգամանքների կապակցությամբ դուք որևէ գնահատական չեք տվել։ Ինչ վերաբերվում է մեր քայլերին, կրկին պնդում ենք, որ այս իմնեմնիմի երկուսի գործով խուլիգանության հանցակազմ չկա, կա քաղաքական հաշվեհարդար Նարեկի եւ Ազգինի նկատմամբ եւ այդ հաշվեհարդարը 3 ամիս տեղի ունեցել բանտային կալանքի պայմաններում, հիմա էլ շարունակվում է տնային կալանքի պայմաններում։ Այսօր սպասում ենք Վազգեն Սաղաթելյանի գործով վերաքննիչ դատարանի որոշմանը։ Մեր իրավական քայլերը շարունակելու ենք բոլոր հնարավոր տարբերակներով եւ ոչ միայն իրավական, բոլոր օրինական ճանապարհներով շարունակելու ենք բարձրաձայնել խնդրի մասին, մինչեւ որ արդարությունը վերականգնվի։ Մենք վստահ ենք, որ այս գործով այլ որոշում չի կարող կայացվել ապագայում, քան արդարացման վերդիկտը, որովհետև այստեղ չկա խուլիգանության հանցակազմ։